Մայիսի 26-ից ամիսը 1 նախարարներն ու ազգային ժողովի падգամավորները հանրայինի լրատվական ալիքով կառավարության եւ խորհրդարանի YouTube-յան եւ Facebook-ի ալիքներով կպատասխանեն Հայաստանի քաղաքացիների եւ Սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին։ Նախաձեռնությունը կառավարությանն ու ազգային ժողովինն է։ Բազմաթիվ ձևաչափեր գոյություն ունեն, հարցադրումներ հղելու համապատասխան կառույցներին եւ ստանալու պատասխաններ, սակայն նաեւ հիմնական ձևաչափի առանձնահատկությունն այն է, որ սրանով փորձել ենք մենք ապահովենք քաղաքացի եւ պետական կառույցների միջև առավել բաց եւ թափանցիկ երկխոսության խթանումը, ինչի շնորհիվ նաեւ քաղաքացին, երբ որ կունենա համապատասխան առաջարկներ, դիտողություններ եւ այլն, կհղի այդ հարցը եւ հետագայում կտեսնի, որ իր հարցը հնչել է եթերում եւ ստանում է սպառիչ պատասխաններ։ Հաղորդաշարը եթեր կհեռարձակվի երեկոյան 6-ին։ Այս ձևաչափով հարց ու պատասխաններ եղել են վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Դրանցից մեկով երկրի ղեկավարը ավելի քան 8 ժամ ուղիղ եթերում պատասխանել է Հայաստանի քաղաքացիների եւ Սփյուռքի մեր հայրենակիցների ավելի քան 6 տասնյակ տեսահարցերին, որոնք վերաբերել են տնտեսության զարգացմանը, սոցիալական կրթական ոլորտներին, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերին։ Սա մի նոր մշակույթ է, որը իմ կարծիքով այդ հասարակություն, պետություն կամ քաղաքացի պաշտոնյա այդ հարաբերությունները կարող է մի փոքր, այսպես ասած, ավելի լավ մակարդակի բարձրացնել։ Առաջինը մենք ենք սկսում, ոլորտները բազմաթիվ են, այո, կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, լրատվամիջոցներ նաև բազմաթիվ են, եւ ես ավելի քան վստահ եմ, որ ֆորմատը հաջողվելու է։ Այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են, եւ այս ոլորտում թերևս կարող եմ ասել, որ վերջին 7-8 տարվա ընթացքում կառավարությունը թե ֆինանսական, թե մարդկային եւ թե բոլոր, այսպես ասած, իր աշխատանքներում ամենամեծ ուշադրությունը դարձնում ենք հենց կրթությանը, գիտությանը եւ առողջ ապրելակերպին։ Դրա համար ավելի քան վստահ եմ, որ այս աշխատանքները բնականաբար իրեն հերթին բերում են նոր խնդիրներ, հարցեր, որոնք ըստ էության մեր քաղաքացիներին հետաքրքրելու են։ Հարցերը տեսագրությամբ ուղարկել է պարտադիր է, գործարկվել է համապատասխան հեռախոսահամար, որին կցված է լինելու WhatsApp հավելվածը։ Տեսահարցերը պետք է ուղարկել այդ հավելվածին, սպասել հարցադրման եթեր հեռարձակմանը։ Անհրաժեշտ է հարցերը ձևակերպել հնարավորինս կարճ եւ բովանդակային։ Յուրաքանչյուր ամիս ընտրվելու է համապատասխան ոլորտ եւ գերատեսչության ղեկավարները եւ պատասխանատու մարմնի ներկայացուցիչները պատասխանելու են քաղաքացիների բոլոր ուզող հարցերի։ Հարցերի սահմանաչափ, որպեսզի մենք նախապես դրած լինենք, գոյություն չունի, բայց կարծում եմ մինչեւ 5 րոպե, տեսահարցի համար լիովին բավարար է, մաքսիմում տարբերակով։ Հարցերը, որոնք կունենան լուծման հրատապ անհրաժեշտություն, կհասցեագրվեն համապատասխան մարմիններին հարցին լուծում տալու նպատակով։ Քաղաքացիների հարցերը ամփոփելով, նաև հնարավորություն կստեղծվի գործադիր օրենսդիր իշխանության համար հստակեցնել ոլորտին առնչվող մտահոգություններն ու առաջարկները։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։